Բարև ձեզ, սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Ճիշտ ասած, ներողություն, տատանվում էի։ Խոսեմ, չխոսեմ, ու որոշեցի խոսել։ Ուրեմն ժողովուրդ ջան, երկար չեմ զբաղացնի ձեզ, չեմ ձանձրացնի, կաշխատեմ լինել կարճ ու ավելի որոշակի կոնկրետ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ անդրադառնալ այդ թեմային, որը այս 2 օր փոթորկել է լրատվական դաշտը։ Բոլորը իրենց տարերքի մեջ են։ Շատ կզարմանայի, որ այդ մարդիկ հանկարծ իրենց համեստ պահին ու չանդրադառնային այդ թեմային, բայց չէ, ոնց թե սենսացիոն, ինչ-որ թեմա են գտել, նյութ են գտել, ոնց չաշխատեն այդ նյութի վրա։ Իդեպ այդ նյութը նախապատրաստվել է հենց իրանց տերերի կողմից, ժողովուրդ ջան, ասեմ իմանաք։ Ես լսեցի, կարծում եմ արդեն հասկացաք ինչի մասին է խոսքը, Աննա Հակոբյանի Facebook-ում տեղադրած տեսահոլովակի նրա հայտարարության մասին է։ Ես մի քանի անգամ լսեցի, համոզվելու համար, որպեսզի սխալ եզրակացության չգամ, ու ժողովուրդ ջան, իզուր տեղը թող ձվի մեջ մաս չփնտրեն, ոչ մի ինչ-որ լուրջ պատճառ չկա, ու կա տարիների ուղղակի կուտակված նեղսրտություն, որը պարզ է, Աննա Հակոբյանը միշտ եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին, կիսել է դժվարությունները, նեցուկ է եղել Նիկոլ Փաշինյանի համար, Փաշինյանը հենց ինքը խոստովանել է, որ մտածում է, որ ինքը նույնը չի եղել Աննա Հակոբյանի համար, որովհետև ինքը պատասխանատու մարդ է, հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալիս երկրի համար ու չի կարող այլ կերպ լինել, ուրիշ լինել։ Ուրեմն խոսքս ինչի մասին է։ Տեսեք, Աննա Հակոբյանը զբաղվում է նաև հիմնադրամով, հիմնադրամի նախագահ ու այս երևի վերջին ժամանակներս իմ կարծիքով, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ժողովուրդ ջան, կարող եք ընդունել, կարող եք չընդունել, բայց զբաղվում էին, դեռ վաղուց էին փորձում անդադ վարկաբեկել և հիմնադրամը, և Աննա Հակոբյանին, իբր թե թալանեց, տարավ, եսիմ ինչեր արեց, նույնիսկ ասացին, որ արտասահմաններում դղյակներ ա գնել այդ գումարներով և այլն, իհարկե ոչ մեկ դրան չհավատաց, հիմա քանի որ նախընտրական շրջան է ու ամեն ինչ է խոցելի, բոլորի ոնց որ պահվածքն է խոցելի, նրանք կենտրոնացան այդ հիմնադրամի վրա, իբր թե այն ինչ որ անում է հիմա Աննա Հակոբյանը իր հիմնադրամում, իր ղեկավարած հիմնադրամով կարող է դիտվել նաև որպես նախընտրական պայքար, կարող է դիտվել նախընտրական կաշառք և այլն։ Իմ կարծիքով խոսքը վերաբերվում էր այդ անվճար դասընթացներին անգլերենի, բայց թե ինչ վատ բան կա դրանում, այդ պահը ես չհասկացա, ուղղակի սրանք այդ բանակը, որ կազմվել է, ուղարկվել է այս կառավարության ու հատկապես Նիկոլ Փաշինյանի դեմ, կարողացավ ընենց պահ ստեղծել, որ կասկածի տակ դնեն այդ հիմնադրամի գործունեությունը։ Ու ես լսեցի
պատահական իհարկե ոչ թե այդ միտումով ես լսեցի կոռուպցիոն հանձնաժողովի նախագահի ճեպազրույցը լրագրողներին ու բոլորովին պատահական չէր լրագրողների այդ հարցը, որ շատ խոսակցություններ են գնում վերաբերվող հիմնադրամին, շուկներ են հասել, մենք գիտենք, որ շուկներ են հասել ձեզ։ Հիմնադրամի նախագահը պատասխանեց, որ ահա, ճիշտ է, շշուկներ հասել են, խոսակցություններ հասել են, բայց պաշտոնական որևէ մի տեղեկատվություն չկա ու պաշտոնական դիմում մենք չունենք ոչ մեկից։ Ու հարց տվեցին, եթե լինի, ինչ կանեք, ասացի, եթե լինի, իհարկե քննության կառնանք։ Այդ դա չի մարսել Աննա Հակոբյանը, այդ դա դուր չի եկել, որովհետև այս խոսակցությունից հետո անմիջապես աշխատել են Աննա Հակոբյանի վրա, մտերիմները, ազգական ձևացողները, ընկերուհի ձևացողները, բոլորը չի, որ ուրախ են, որ Աննա Հակոբյանը Հայաստանի առաջին տիկինն է, և բոլորը չի, որ այդ ընդդիմադիր դաշտի ազդեցության տակ չեն, ժողովուրդ ջան, աշխատել են ու հիմնականում այն նուրբ կանացի զգացմունքների վրա, որովհետև Աննա Հակոբյանը սենց մի ակնարկ կարեց, ասում է, ես գումար չեմ ունեցել, որ նույնիսկ պատրաստվեմ հագուստ գնեմ իմ համար այդ միջոցառումներին բանի մասնակցելու համար, ինձ տրամադրել են, որի համար շատ շնորհակալ եմ, ուզում էր ընդգծել, որ ինքը գումար չի ունեցել, սեփական գումար, ու ոնց կարելի է այդքանից հետո չվստահել կամ կասկածի տակ դնել կամ նայել ինչ-որ մեկի պաշտոնական տեղեկատվության համաձայն նայել հիմնադրամի գործերը։ Այդ էր ակնարկում Աննա Հակոբյանը, որ ինքը գումար չի ունեցել նույնիսկ դրա համար, բայց գիտեք ինչ, ժողովուրդ, հիմա ձեզ մի բան ասեմ, այս ամեն ինչը արվեց, այս շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցելու ու վարկաբեկելու համար։ Նրանք աշխատեցին այդ ուղղությամբ ու հնարավոր չէր, որ չաշխատեին, որովհետև նրանք աշխատում են բացարձակ բոլոր ուղղություններով ու ինչպես միշտ այս անգամ էլ իրենց հաշվարկներում սխալվեցին։ Նրանք չէին պատկերացնում, որ ժողովրդի մեծամասնությունը կարող է մեղադրել Աննա Հակոբյանին ու ընդհակառակը կանգնել վարչապետի կողքին։ Վարչապետի հեղինակությունը սրանով ավելի բարձրացավ, որովհետև ժողովուրդը հասկացավ, հենց թեկուզ Աննա Հակոբյանի ասածից, հենց թեկուզ Աննա Հակոբյանի արածից, հոգեվիճակից ժողովուրդը ճիշտ եզրակացություն արեց, որ Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որ տեղն եկած, տեղը ոնց որ ասում է ժողովուրդը, չի խնայի նույնիսկ սեփական կանոջը։ Ես հասկանում եմ Աննա Հակոբյանի վրդովմունքը, նրա այդ հոգեվիճակը որպես վարչապետի կին, որպես կին ընդհանրապես, բայց որպես Հայաստանի քաղաքացի, որպես այս ժողովրդի մի մասնիկ, Աննա Հակոբյանը պիտի հասկանար, որ Նիկոլ Փաշինյանը ուրիշ կերպ իրեն պահել չէր կարող, նույնիսկ ամենամեծագույն ցանկության դեպքում, ժողովուրդ ջան, որովհետև դուք գիտեք այս բացված բերանները, որ մի բանի են սպասում, որ լպիշանան ու ընկնեն կենտրոն ու անմիջապես կասեին տեսակ, երբ հարցի իր կնոջն էր վերաբերվում, կոծկեց, ծածկեց, պատժեց այդ կոռուպցիայի արգելման այդ
կազմակերպության կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպության նախագահին, այդ տեսակ, որ Նիկոլ Փաշինյանը իր ասածը չի, բայց այս անգամ էլ խիարը թախսաճեց։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ իր համար օրենքի առաջ բոլորը հավասար են։ Իհարկե ես ոչինչ չունեմ ասելու Աննա Հակոբյանին, ընդհակառակը շնորհակալություն տիկին Աննա, որ ձեր այդ արածով դուք հանեցիք վարչապետին այդ ծանր վիճակից, այդ պատասխանատու այդ վիճակից, ծանր, շատ ծանր վիճակից։ Իհարկե վարչապետը ամեն դեպքում ճիշտ կողմնորոշվեց, ճիշտ ճանապարհով գնաց, բայց շնորհակալություն նրա համար, որ դուք ազատություն տվեցիք պարոն վարչապետին, որովհետև նման ծավալի քաղաքական գործիչը չպիտի ունենա ոչ մի կաշկանդող հանգամանք։ Ձեր ուղղությամբ աշխատեցին, հույս ունենալով վարկաբեկել, ձեր հիմնադրամի ուղղությամբ էլ աշխատեցին, առաջինը դա արեցին, հետո ձեր ուղղությամբ, տիկին Աննա Հակոբյան։ Հույս ունենալով, որ դրանով իրեն կարող են մեծ հարված հասցնել մեր վարչապետի պարոն Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը, բայց էլի եմ ասում, այս անգամ էլ խիարը թավս աճեց։ Տիկին Աննա, քանի որ դուք նախընտրեցիք ազատությունը, նախընտրեցիք ազատ գործելակերպը, ուրեմն ձեզ հաջողություն, ձեր գործերում, ձեր անձնական կյանքում ձեզ հաջողություն եմ մաղթում, Աստված ձեզ օգնական, բայց ուզում եմ զգուշացնել, ձեզ հանգիստ չեն թողնելու, եղեք հավասարակշռված, եղեք զգոն, եղեք զգուշ, թույլ մի տվեք, որ ձեզ կործանեն։ Տիկին Աննա, հիշեք, այս խոսույթը, որ պտտվում է բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների մեջ, բաժանիր, որ տիրես։ Տիկին Աննա, զգուշ եղեք, չընկնեք դրանց ճանկը, որովհետև դրանց հիմնական կազմակերպիչը Թուրքի Խոխան չի խնայում նույնիսկ իր երեխաներին, իր ընտանիքը։ Նրանք ընդունակ են ամեն ինչի։ Շարունակեք ձեր կյանքը ավելի հավասարակշռված, զբաղվեք ձեր գործերով։ Եթե ցանկանում եք մնալ հիմնադրամում, ավելի լավ, որովհետև հիմա, քանի որ դուք պաշտոնապես վարչապետի կինը չեք, բաժանվում եք, հեռանում եք, իմ կարծիքով ձեզ հանգիստ կթողնեն, բայց հանգիստ չեն թողնի մեկ ուրիշ իմաստով, նրանք կփորձեն ձեզ հանել այս կառավարության դեմ, այս պետության դեմ, անպայման կփորձեն, չկասկածեք, փորձելու են։ Ու բացի դա, հույս ունեն, որովհետև անմիջապես, եթե նետվեց, մի հատ լմփոշ, լխկած, շատ ներողություն ժողովուրդ ջան, հազար ներողություն, քաքի գունդ կա Կարեն Սարգսյան անուն ազգանունը, որ իրան հրճակել է սոցիոլոգ, անմիջապես ինչ-որ մի ակնարկ արեց, միգուցե Աննա Հակոբյանը տիրապետում է պետական գաղտնիքների, այլ լմփոշ Նիկոլ Փաշինյանը այդ միամիտներից չի, որ պետական գաղտնիք վստահի, նույն թեկուզ սեփական կնոջը, մեկ, երկրորդը, դու դրանով ցույց տվեցիր, որ այս ամեն ինչը կազմակերպել եք, արել եք նաև այն նպատակով, որ միգուցե Աննա Հակոբյանը պետական գաղտնիքներ գիտի, որ կարողանաք օգտվելով նրա այդ հոգեվիճակից, նրա այդ նոր կացությունից, այս վիճակից, որի մեջ ինքը հայտնվել է ու դեռ կողմնորոշված չի, դուք կփորձելու եք իբր գաղտնիքներ դուրս քաշել, ախորժակների քացախ, այլ լմփոշ խուժաններ,
տականքներ, այ դավաճան թափթփուկներ, հիմիկվանից ասեմ ձեզ, որ Աննա Հակոբյանը ոչ մի պետական գաղտնիքի էլ չի տիրապետում, հանգիստ թողեք այդ կնոջը, հանգիստ, ամեն տեսակետով հանգիստ թողեք, իհարկե գիտեմ, որ դա չեք անի, մինչև չլոճեք բերանները, մի լավ ձեր միջի եղած թույնը չհանեք, արդեն գիժանժոն գոռում էր, ինչպես կարելի է վստահել դրանց, ումա կարելի վստահել քեզ, որ գնահատականի համար պարկել է սեփական դասախոսի տակ ու անօրինական լակոտ ես, լավ լակոտ չէ, երեխա ես բերել աշխարհ, քեզ վստահենք, այ միջազգային մասշտաբների պոռնիկ, թե քո պոռնո ակումբին վստահենք։ Ժողովուրդ ջան, կներեք իհարկե այս արտահայտությունների համար, բայց ես ասել եմ ու կրկնում եմ։ Ես կապաշխարեմ այն օրը բոլոր Հայաստանի բոլոր եկեղեցիներում, երբ որ սրանք այլևս Հայաստանում չեն լինի կամ փակի տակ կլինեն կամ սատկած կլինեն։ Այդ ժամանակ ես կապաշխարեմ, բայց հիմա այս ինչ որ ես ասում եմ դրանց անուն ազգանունն է։ Ու ժողովուրդ ջան, ես իհարկե չեմ կարող ավել բան ասել, ուղղակի ես զգուշացնում եմ, սիրելի տիկին Աննա Հակոբյան, դուք մեր հատկապես մեր Հայաստանի լավը ցանկացող, Հայաստանի պետականության համար պայքարող մեր հայերի համար միշտ եղել եք ու կմնաք ձեր բարձրության վրա։ Մենք ձեզ հավատում ենք, մենք ձեզ վստահում ենք։ Ու մեկը ես չեմ մեղադրում, երբեք, բայց զգուշացնում եմ, զգուշ եղեք, ամեն ձեր քայլը լավ մտածեք, մի վստահեք ոչ ոքի, ոչ ազգական ձևացողներին, ոչ ընկերուհի ձևացողներին, մի վստահեք բացարձակապես չվստահեք, կառուցեք ձեր կյանքը, ձեզ հաջողություն եմ ցանկանում, իսկ մեր վարչապետին, մենք բոլորս էլ գիտենք մեր վարչապետի մասին կարող եմ ասել, բոլորս էլ գիտենք, որ մեր վարչապետը երկաթյա կամք ունի, մեր վարչապետը անկոտրելի է, մեր վարչապետը ապրել է ձեր հետ, տիկին Աննա Հակոբյան, ամուսնացած է եղել ձեր հետ, իտես բոլորի, բայց նա երբ որ կանգնեց առաջնորդ որպես առաջնորդեց ժողովրդին, այդ հեղափոխությունը արեց, նրանից հետո այդ ամեն ինչի միջով անցավ Նիկոլ Փաշինյանը, այդ ժամանակ տիկին Աննա Հակոբյան արդեն բաժանվեց ձեզանից ու ամուսնացավ Հայաստանի պետության ու պետականության հետ։ Միգուցե դուք նոր եք հասկացել դա, հիմա եք հասկացել դրա համար այդ որոշումը կայացրեցիք, բայց մենք ձեզ չենք մեղադրում։ Դժվար մասնագիտությունը պետության ղեկավարի կին լինելը, շատ դժվար։ Նրանք ձեզ պիտի որ թիրախավորեին ու տենց էլ արեցին, բայց էլի եմ ասում, որոշումը ձերն է, հարգում ենք ձեր որոշումը, բայց զգուշ եղեք, տիկին Աննա Հակոբյան, մենք բոլորս ձեզ սիրում ենք, հարգում ենք ու չենք ցանկանա, որ ձեր մատը փուշ մտնի անգամ, զգուշ եղեք, շատ
մտածված, կշռադատված, հավասարակ շռված ձևով կառուցեք ձեր կյանքը, ձեզ հաջողություն, Աստված ձեզ օգնական։ Հիմա անցնեմ մյուս թեմաներին, ժողովուրդ ջան, իհարկե ընդդիմություն եւ այլն, ուրեմն ձեզ մի բան ասեմ, շատ հետաքրքիր մի բան, որ տեսեք, թուրքի խոխան թաքնվում է իր կնոջ հետույքում, ասում է, ես չեմ վարչապետի թեկնածուն, չէ, Սամվել Կարապետյանը ինքը իր համար է պայքարում, իմ հետ գործ ունի, իսկ Սամվել Կարապետյանը ասում է, ժողովուրդ, իմ հետ գործ ունեք, այ արհեստական ինտելեկտն է վարչապետի թեկնածուն, ընտրեք իրան, որ հետո էլ ձեր հարցերով դիմեք իրեն, ու ինչ ուզում են թող ասեն, ինչ ելույթներ ուզում են թող ունենան, ինչ ուզում են թող ամեն, ինչ ուզում են թող խոստանան, ժողովուրդ, դուք գործ ունեք արհեստական ինտելեկտի հետ։ Եթե դուք ձայն եք տալիս Սամվել Կարապետյանի ուժին, ուրեմն ձայն եք տալիս արհեստական ինտելեկտին, որն էլ հետո իր ձայնը կտա իր կնոջ Թոփալ Բելլա Քոչարյանի հետույքում թաքնված թուրքի խոխային։ Բարսա, հասկացանք իրար, եթե այսքան բանը իմանալուց հետո գնալու եք ու ձայն տակ, գնացեք ու տվեք ձեր ձայնը, բան չունեմ ասելու, բայց լավ իմացեք, ժառանգում եք պատերազմ, ժառանգում եք աղքատություն, ժառանգում եք ստրկություն, կորցնում եք պետականությունը, հավերժ, ընդմիշտ դառնում եք գուբերնիա, դառնում եք թմթի, խուժան, ռուսի կամ կարող է նույնիսկ, ինչ ռուս այդ ժամանակ, չինացիքի ստրուկը, որովհետև Պուտինը հանձնում է Ռուսաստանը Չինաստանին։ Երեկ ես լսում էի Լեհ քաղաքական գործիչի վերլուծաբանի ասեց այն, ինչ որ մի տարի է արդեն, համարյա մի տարի, շարունակ ասում եմ ես, որ այս պատերազմը կարող է կանգնացնել միայն Սինզենպինը, մի զանգով անգամ ասեց, մի զանգով կարող է կանգնացնել, բայց նա չի անի, որովհետև ձեռնատու է այս վիճակը, ժողովուրդ ջան, որովհետև այս վիճակը շատ ձեռնատու է իրեն, հենց Սինզենպինին, Պուտինը հանձնելու է Ռուսաստանը, ու դա լինելու է շատ շուտով, ժողովուրդ ջան։ Եվրոպայի մասին ես ես մի բան կասեմ, Եվրոպան քանդվում է, ժողովուրդ ջան, հիմա մի բան ասեմ, չեք հավատա, այս ամիս կառավարությունը կրճատել է, սոցիալները, թոշակին կպել են, չեն կպել, ճիշտն ասած չգիտեմ, ոնց որ թե չէ, սոցիալները վարկերն է բարձրացրել, հետո ֆինանսամթը վերադարձնում էր վարկերի մի մասը տարվա վերջում վարկատուներին, այս տարի 0։ Նայեք, Փաշինյանը թոշակներն է ավելացնում, իսկ ստեղ կրճատում են մարդկանց եկամուտը։ Երեք ամսի վերջեր բոլորը արդեն տեղեկացան, տեսան, համոզվեցին, որ իրանց ֆինանսում ճեղք է բացվել, խանութները դատարկ էին, ժողովուրդ, զարմանալիորեն դատարկ, մարդիկ արդեն զգուշանում են, հիմա արդեն ուրիշ ձևով պիտի իրենք բաշխեն իրենց եկամուտը, վախեցած են։ Ժողովուրդ ջան, տեսեք, ես ասել եմ արդեն, ու հիմա կրկնում եմ,
Հայաստանը ծնվում է, Հայաստանը ոնց ասեմ ձեզ, մեր պետականությունը բեյբի է, սենց ասեմ, ու խնամքի կարիք ունի, բայց կմեծանա, կզորանա, իսկ Եվրոպան ծերացել է ու մեռնում է, ժողովուրդ ջան, ինչ կկատարվի եվրոպական երկրների Եվրոխորհրդի հետ, ես ասել չեմ կարող, բայց որ պիտի քանդեն նորից սարքեն, դրանում չեմ էլ կասկածում։ Ու լսում էի Խուրշուդյանին տեսակապով զրուցում էր տեսակապով հարցեր էին տալիս ու գիտեք հա Էդվին Մարտիրոսյանի հետ էր հաղորդումը տեսակապը ու սենց մի բան ասեց, որ դեռ հարց հնչեց ժողովրդի կողմից, որտեղ ենք հասել այս Եվրոխորհուրդ մտնելու բանի իմաստով, ասեց, որ դեռևս ոչ մի տեղ, դեռևս պաշտոնական ինչ-որ հայտ չենք ներկայացրել, միշտ ապեք։ Իհարկե ինքը չմեղադրեց կառավարությանը, ասեց, որ ես հասկանում եմ զգուշավորությունը, բայց միշտ ապեք, որովհետև հիմա Եվրոպան այն վիճակում է Եվրոխորհուրդը, որ անիմաստ է դիմելը, մեկ, երկրորդը, եթե դուք մի քիչ համբերեք ժողովուրդ ջան, ու ամրացնեք այդ ընթացքում մեր պետականությունը, ժողովրդավարությունը մեր մոտ, ու մեր պետությունը ամրացնեք, պաշտպանությունը ամրացնեք, աշխատեք այդ ուղղությամբ, հետագայում դուք կմտնեք ոչ թե այս ծերացած Եվրոխորհուրդը, այս քանդվող, այլ ընդհակառակը սարքվող, բարգավաճող Եվրոխորհուրդ։ Ես հաստատ եմ ասում։ Ու չգիտեմ, հիմա ինչ կարգի կլինի, որ երկրները կոալիցիա կկազմեն, կարող է մի մասը դուրս գան, մի մասը մնան, մեծ փոփոխություններ է սպասվում ժողովուրդ։ Բայց ամեն դեպքում, որ կոալիցիաներ մտնեք, մեր համար դա պլյուս է, բայց հիմա չէ, հետո, համբերեք, մինչև այս պրոցեսները կավարտվեն, ժողովուրդ ջան, իսկ այդ ընթացքը ես հասկանում եմ, հավատում եմ, որ մեր կառավարությունը կօգտագործի Հայաստանի պետականությունը, պաշտպանությունը ու տնտեսությունը բարձրացնելու նպատակով։ Ուրեմն, եկեք հաջողություն ցանկանանք մեր կառավարությանը, մեր ժողովրդին, որը էլի եմ ասում, վերածնվում է ու շատ լավ ապագա է սպասվում Հայաստանում, եթե մենք հայերս խելամիտ գտնվենք։ Ժողովուրդ ջան, ուրեմն բոլորս գնում ենք ընտրությունների, մտքում ունենալով մի բան, ընտրում ենք խաղաղությունը, ընտրում ենք ուժեղ պետությունը, ընտրում ենք ուժեղ տնտեսությունը, ընտրում ենք լավ ապագա մեր երեխաների համար, իսկ դրա համար ասեմ ինչ պիտի անեք, դրա համար ձեր ձայնը պիտի տաք Նիկոլ Փաշինյանին, նրա կուսակցությանը և պլյուս մյուս բոլոր այն կուսակցություններին իհարկե ազգային ժողով մտնելու համար, որպեսզի փակեք մուտքը այդ թափթփուկների, այդ ռուսամետների առաջ, ուրեմն ընտրում եք այդ կուսակցություններին։ Ուղղակի խնդրում եմ, արեք նենց, որ անպայման խորհրդարան անցնի Լևոն Շիրինյանի կուսակցությունը։ Ես մյուսների մասին այդքան
շատ բան չգիտեմ, դուք ինձանից լավ գիտեք, ուրեմն ճիշտ կողմնորոշվեք ժողովուրդ ջան, էլ մի ասեք, ինա դու սրան, ինա դու նրան, տենց բան չկա, այդ ինա դուն հետո գալու է ձեր առաջ, ինադի բան չկա, լավ մտածեք, ընտրում եք ապագա ձեր երեխաների համար, Հայաստանի համար ու ճիշտ կողմնորոշվեք, ձեր ձայները տվեք Նիկոլ Փաշինյանին ու իր կուսակցությանը, ԿՊ-ին ու աշխատեք, որ խորհրդարան գան մաքուր, հայրենասեր, իսկական ընդդիմադիր ուժեր, մեկին ես արդեն նշեցի, մնացածը դուք արդեն որոշեք, կողմնորոշվեք ու արեք ձեր ընտրությունը ճիշտ, շատ վճռական պահ ենք ապրում մեր հայոց պատմության մեջ ժողովուրդ ջան, մենք պիտի լինենք անկախ, մենք պիտի լինենք ազատ, Հայաստանը պիտի լինի ծաղկում, շատերը կվերադառնան Հայաստան, շատերը կվերադառնան, հնարավորության դեպքում իհարկե, բայց իմացեք, որ Հայաստանը դառնում է այդ տարածաշրջանի առաջատար երկիր, այդ ճանապարհի վրա է Հայաստանը ու պահեք դա, խնդրում եմ, պահեք, գուրգուրեք, պահպանեք, այսօր այսքանը, եթե ինչ-որ մի բան էլ բաց թողեցի Facebook-ում, կասեմ, ժողովուրդ ջան, խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինվոր բալիկներին, անփորձանք ծառայեն վերադառնան տուն, առողջություն ձեզ, բոլորս ապրում ենք այն հույսով, որ կունենանք ծաղկում Հայաստան, ուրեմն Աստված մեզ բոլորիս պահապան ու օգնական, այսքան բարին են ձեզ, կհանդիպենք